Սիրելի բարեկամներ, ինձ թվում է ձեզ էլ է հետաքրքիր, թե ձուն ինչով է օգտակար։ Հավի ձուն օրգանիզմի համար շատ օգտակար վիտամիններ է պարունակում։ Այն հարուստ է վիտամին A-ով, B1, B2, B9 և E վիտամիններով։ Իսկ D վիտամինի բաղադրությամբ միայն ձկան յուղին է զիջում։ Ունի նաև օգտակար միներալներ՝ կալցիում, ֆոսֆոր, յոդ, երկաթ, պղինձ և այլն։ Որոշ փորձագետներ պնդում են, որ ձուն նաև ունի հակաօքսիդանտ հատկություն։ Շաբաթական մի քանի ձու ընդունող կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ցածր ռիսկ է նկատվում։ Հավի ձուն նաև ունի իմունային համակարգը ամրապնդելու հատկություն։ Նա պրոֆիլակտիկ միջոց է աթերոսկլերոզի, սրտանոթային հիվանդությունների պայքարի համար։ Նաև դրական է անդրադառնում ստամոքսաաղիքային համակարգի վրա, կարող է խոցային հիվանդության դեմ պայքարի միջոց ծառայել։ Տեսողության համար նույնպես լավ է։ Լավացնում է ուղեղի աշխատանքը, հիշողությունը։ Հավի ձուն նաև նպաստում է ոսկրային հյուսվածքների ամրապնդմանը, ատամների, եղունգների և մազերի որակի բարելավմանը։ Հավի մեկ ձուն պարունակում է 157 կալորիա։ Քանի որ ձվի բաղադրության մեջ առկա սպիտակուցները հեշտությամբ են մարսվում և կարող են մկանների զարգացման հանգեցնել, մարզիկներին խորհուրդ է տրվում անպայման սննդակարգի մեջ հավի ձու ներառել։ Առողջ մարդուն օրվա մեջ թույլատրվում է օգտագործել մեկ ձու։ Եթե մարդու արյան մեջ խոլեստերինը բարձր է, ապա դիետոլոգները խորհուրդ են տալիս շաբաթվա մեջ օգտագործել 2-ից 3 ձու։ Բոլոր այս նշված օգտակար հատկությունների հետ միասին ձուն կարող է նաև սպառնալիք պարունակել մարդու առողջության համար։ Վտանգն առաջին հերթին մակերեսին գտնվող ներսթափանցող տարատեսակ մանրանկարների և մակաբույսների հետ է կապված, այնպես որ վտանգավոր հիվանդություններից խուսափելու համար հարկավոր է ձուն պատշաճ ջերմային մշակման ենթարկել և ոչ մի պարագայում հում վիճակում չուտել։ Առողջ եղեք սիրելի բարեկամներ, նաև մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին և սեղմել հավանել կոճակը։